Ողջույն բարեկամներ, այսօր թվում է թե օրը կիրակի էր, դեռ մոտ արդեն երկու շաբթի է դուք լսում եք, բայց ես կամփոփեմ կիրակի օրվա նորությունները։ Կարծես թե կիրակի էր, բոլորը պետք է հանգստանային, բայց այս առատությամբ նորությունները երբեք չեմ ունեցել, այն էլ կիրակի օրով։ Եվ այսպես մեկը մեկից կարևոր է, անպայման նայեք միջև վերջ, իդեպ, եթե բաժանորդագրված չեք, կարող եք բաժանորդագրվել։ Եթե հավանում եք հաղորդումը, կարող եք հավանության հետ լայքի կոճակը ստեղծել։ Եթե հարցեր ունեք, գրեք եւ ես մտածում եմ, որ մյուս կիրակի օրվա համար ոչ թե այս ստանդարտ ֆորմատի մենք եթե կունենանք իրար հետ, այլ կլինի հարց ու պատասխան։ Ուղիղ կարող եք տալ ցանկացած հարց, որ ձեր մեջ կուտակվել է, որ ունեք եւ որի մասին ես չեմ հասցնում խոսել եւ դրանց անդրադառնալ։ Վերջապես մենք գնացինք հասնենք մեր հաղորդման հիմնական թեմաներին։ Հետաքրքիր ձևակերպում կա, հիմարին խորհուրդ տալը նույնն է, ինչ կույրին հայելու։ Այ նույնքան անիմաստ բան է։ Գիտեք ինչ հիշեցես տողերը կարդալուց, լավ այդ մասին էլ չեն գրում, բայց երկար ժամանակ գրում են, որ փոխանակ քննադատենք իշխանություններին, ավելի լավ է օգնենք նրանց մեր խորհուրդներով։ Ափսոս ես այն ժամանակ չէի բացահայտել այս աֆորիզմը, թե չէ այդ խորհուրդ տվողներին, այդ առաջարկողներին միանգամից կարելի է նման կերպով պատասխանել։ Փառք Աստծո, այդ խորհուրդ տվողները այլևս չկան, հասկացել են, որ հիմարի իմաստ չունի խորհուրդ տալը, ասենք նույնքան իմաստ ունի, ինչքան կույրին հայլի, կույրին հայլի։ Գնացինք առաջ։ Սա գլխավոր շտաբի պետն է, տեսեք սրանը։ Ադրբեջանցիները հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ ունեք։ Ոչ մի գյուղերը չեմ մտնել։ Տեսել եք միտեղ, որ մի երկրի գլխավոր շտաբի պետ գլուխը կախ փախնի լրագրողներից։ Դուք տեսել եք այդպես բան, որ ամբողջ ռազմական ոլորտի պատասխանատու գլխավոր շտաբի պետ, ինքն է որոշում պաշտպանության ամեն ինչը, ոչ թե պաշտպանության նախարարը, պատերազմի ժամանակ ինքն է հիմնական պատասխանատու պատերազմի ժամանակ, եւ ինքը փոխանակ կանգնի պատասխան տա, փախնում է, ոչ թե թշնամուց, նույնիսկ լրագրողներից, ասում դուք պետք է չորոշեք այդ ամեն ինչը, դուք գործ չունեք ադրբեջանցիների հետ, նրանք որտեղ կանգնեն, որտեղ չեն կանգնեն, այս մարդիկ այնքան ծադա լրագրողներ էլի, ուզում ասեմ բանը հասել է նա, որ իրենք են անհանգստացած իրենց անվտանգության համար, դիմում են գլխավոր պատասխանատուին, գլխավոր պատասխանատուն գլուխը կախ փախնում է։ Ես երաշխավորում եմ, աշխարհում ոչ մի երկիր նման գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իր հայտարարությունների մեջ կառավարության նիստում ամեն անդրադարձել է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության գերատեսչությունը ձեր պատասխանները տալիս է պաշտոնական լրահոսի միջոցով։ Դուք մի բացատրեք, ով ինչ է իրականացնում։ Ես իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ քայլելու։ Ոչ, դու իրավունք չունես, որովհետև քո պարտականությունը Հայաստանի Հանրապետության սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելն է, եթե դու չես կարողանում դա անես, դու նշանակում է քայլելու իրավունք չունես Հայաստանի Հանրապետության տարածքով, չես քայլելու։ Ես ասեմ ավելին, շուտով, շատ շուտով, ցանկացած քպայական դա չի կարողանալու իրականացնել։ Դուք ուրեք, այսինքն դուք ուզում եք ամեն ինչ անեք, ժողովրդին հակառակ, օրենքին հակառակ, սահմանության հակառակ, ու դուք իրավունք ունենաք ինչ-որ մի բանի։ Չի լինում, ես միշտ ասել եմ, իրավունքն ու պարտականությունները, դրանք են ֆեմիդայի կշեռքի նժարներն են։ Դու ինչքան պարտականություններ վերցրել ես քո վրա, այնքան էլ իրավունք ունես։ Քո պարտականությունը երկրի սահմաններն ու անվտանգությունները պաշտպանելն է։ Եթե դու դա չես անում, դու ոնց կարող ես իրավունքի մասին խոսալ այդ պլուշ։ Գնանք առաջ։ Դե թողեք քայլել։ Ես իրավունք ունեմ ձեր հետ պաշտոնական զրուցելու, թողեք ազատ քայլել։ Ազատ քայլել։ Ես ձեր ճանապարհը չեմ արգելափակել երբեք։ Ուր եմ մտել։ Ժողովուրդ, հարգելի լրագրողներ, դուք Այսինքն, որ պատասխան չունես, պատասխան տալու փոխարեն փախնում ես։ Փախնում, ուր պետք է փախնես, այ ողորմելի։ Ուր
շուտով ձերը ցալելու են մցնեն բանդ այ ողորմելի չինչին արարած այդ կույր ողորմելի դու ինչ իրավունքով ես խոսում դու նույնիսկ քո ժողովրդի դեմ չես կարողանում կանգնես պարզ ճակատ ասես Ժորժ ջան ինձ վստահել եք այս պոստը ես իմ անելիք անում եմ դու նույնիսկ փախնում ես դու փախնող մարդը կարող է իրավունքից խոսալ ոչ դու դեռ պիտի ցուցմունք տաս ում հրամանով ես այդ ամեն ինչը արել ինչու ես այդպես արել Ռազմական գործից ոչ մի բան չեք հասկանում։ Ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է նաև հայտնվել մեր տարածքում։ Մեր ստորաբաժանումը հայտնվել իրենց տարածքում։ Այս պարագայում կա Ոչ, իդիոտ։ Քո պարտականությունը նրա մեջ է, որ հակառակորդի ստորաբաժանումը չհայտնվի իմ տարածքում։ Եթե իմ հակառակորդի ստորաբաժանումը կարող հայտնվի իմ տարածքում, դու ում ես պետք բա։ Ում դու ինչի համար ես փող ստանում բա ինչի համար ես նշանակված այդ պոստին սրանք չեն հասկացել մի ամենակարևոր բան շատ կարևոր բան որ իշխանության ցանկացած պոստում լինելը դա առաջին հերթին պարտականություն է որի չկատարելը ունի քրեական հետևանքներ իրանց չեն սովորացել չեն ասել բայց ոչինչ դու գիտեք չէ որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից համապատասխան գործողությունների սխեմա մտահղացում, որի համաձայն գործում այդ հարցերը, որ տալիս եք արդեն ճիշտ ուղղակություն ունի։ Մենք դեպքերն ենք արձանագրում։ Ինչ դեպքեր։ Որ շուտով եկե Սիսյանից կապան է ասել եւ մարդ է սպանում։ Ինչպես կարող է մտնել։ Դուք ինչպես եք այմ հետևից հիմա մտնում իմ ճանապարհ ու փակում։ Լսեցիք հանճարեղ պատասխանը ասում են ադրբեջանցին ինչպես է մտել ցաման ասում են դուք ինչպես եք հիմա իմ հետևից ընկել ու հարցեր տալիս ասում են նույնը ու Հայաստանի անվտանգությունը վստահված է նման նույնիսկ տղամարդ չի կարելի ասել լսում ես հիմա քո պաշտոնական բանը դնում եք սաղ մի կողմ լավ լսենք միջև չէ տեսան անադառնան Չէ, ադրբեջանցիների հետ չի, ես մարդու հետ եմ համատում, որ մարդ ամեն տեղով կարողանում քայլել։ Խոչընդոտներ ամեն տեսակի կան, եթե բացատրեմ դուք չեք հասկանա դրանից։ Դոն ասես սահմանապահները ինչպես են կարողանում այդ ընդդրումը եղել։ Քանի կիլոմետր է։ Տեսեք ինչ եմ ասել։ Ուրեմն Ասրյան եւ Ասրյանի ծառայող բոլոր, չգիտեմ, համազգեստավոր ասեմ, ձեզ ինչ ասեմ, որտեղ դուք զինվորական չեք կարող լինել, հա։ Զինվորականը դա կոչում է։ Զինվորականը դա մանավանդ մեր մոտ, մեր ազգի պատկերացման մեջ, դա ասեմ, դա կուրք է։ Ձեզ ազգի իր անվտանգությունն է վստահել, հա, ոնց որ ասենք ընտանիքում լինում է հայր, հա, երեխան իր անվտանգությունը, ապահովությունը վստահում է իր հորը եւ վստահ է որ հայրը ամեն ինչի մասին հոգալու է, որ ինքը սնունդ ունենա, տանիք ունենա, ապահովված լինի, պաշտպանված լինի, ամեն ինչ։ Այսինքն զինվորականը մեր համար հայերիս համար դա է։ Հիմա դուք ես չեմ կարող ասել զինվորական, դուք համազգեստավոր եք ընդհանրապես։ Այսինքն դուք ձեր պարտականությունը ոչ միայն չեք կատարում, փորձում եք արդարացնել, հա, որ իրանք կարող են գալ մտնել Հայաստանի տարածք ու մտնել քայլել ամեն մեկի հետևից ընդես ոնց որ ռեագորներն են հետապնդում գլխավոր շտաբի պետին հիմա այս հարցը այս ապուշ պատասխանները լսում են նաև կողքիները ճիշտ է որ իբր դրա անվտանգությունն են ապահովում դուք ձեր անվտանգությունը եք ապահովում հարց եմ տալի իրան վտանգ է սպառնում Հայաստանի մեջ եթե վտանգ է սպառնում նշանակում է իր գործը լավ չի անում ճիշտ է եթե լավ աներ բնականաբար իրան վտանգ չի սպառնա։ Հիմա ես ինքը լավ չի անում։ Ու ինքն էլ ասում է, որ դա նորմալ է։ Ինչի եք իր անվտանգությունը պահում։ Հիմա դուք ում անվտանգություն եք պահում։ Մեկի, որը վտանգի տակ է դրել մի ամբողջ ժողովրդի պաշտպանությունը, հա։ Սրա հետ տեղակալ կլինի անվտանգության աշխատող կլինի, իբր անվտանգությունը պահպանող կլինի, ով ուզում է լինի, դուք բոլորը որ համազգեստներ եք հակած, հա։ Դուք չեք համապատասխանում ձեր կոչմանը։
Դուք չեք համապատասխանում զինվոր, դուք իրավունք չունեք նույնիսկ զինվորական կոչել։ Դուք ապականել եք, նվաստացրել եք զինվորականի հեղինակությունը, դերը, իմիջը, հարգանքը, ինստիտուտը, զինվորականի ինստիտուտը։ Դուք սարքել եք ճիվաղապետությունը, այսինքն այդ ճիվաղությունը, ճիվաղ, գիտեք ճիվաղը որն է, որ մարդու չգիտես այն ինչ ասես, ասում ես ճիվաղ։ Դուք ճիվաղությունը դարձնել եք ամեն ինչի մեջ բոլոր ոլորտներում չափանիշ։ Դուք հասկանում եք ինչ եք արել։ Հարցեն չի, որ դուք դավաճան եք, հարցեն չի, որ դուք կոռուպցիոներ եք, հարցեն չի, որ դուք երկիրը ծախած համազգեստավորներ եք։ Հարցեն է, որ դուք ամեն ինչ վերածեցիք ճիվաղայնության, այսինքն ոչ մի սրբություն, ոչ մի ինստիտուտ, ոչ մի հենակետ չմնաց պետականության մեջ։ Ոչ քաղաքական, ոչ սոցիալական, ոչ մտավորական, ոչ զինվորական, ամենակարևորը։ Բանակը միակ տեղն էր, միջև այս Նիկոլ Ճիվաղյանի գալը։ Միակ տեղն էր, մի հատ ինստիտուտն էր, որ մարդիկ անսահմանափակ վստահություն ունեին ու հարգանք։ Բանակը, հաջողության, այս միակ ինստիտուտն էր։ Դուք դա էլ կարողացաք վերածեիք նրան, այն ինչ որ հիմա է, այսինքն բանակի գեներալը փախնում է լրագրողներից։ Հիմա պատասխաններով ասում է, բավուր է զենքդ վերցնեիր, գայ ջերմուկ հետս պայեիր։ Մենակարիչ։ Որտեղից սկսեց այդ ամեն ինչը եւ ինչու ենք մենք հիմա այստեղ։ Ես հիմա այս բոլորին անդրադառնալու եմ բոլորին չափանով, փաստելով, որ հանկարծ մեկի մտքով չանցնի, որ ես նախապատվություն ունեմ, թշնամական վերաբերմունք ունեմ։ Կարդացեք, ուրեմն ասում եմ, որ իր տրիումֆալնի, փառահեղ բանի մեջ, ելույթի մեջ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ հպարտությամբ հայտնեց ժողովրդին, որ Կլյուչկովը KGB-ի շեֆը սովետական միության իրեն է նվիրել զրահապատ Մերսեդես։ Ինքը եկավ ու դա հպարտությամբ ասեց, գիտեք երբ եկավ, երբ որ իրաց բռնել տարել էին, ամիսներով պահեցին Մոսկվայում, հետո հետ վերեցին, բայց Կլյուչկովի զրահապատ Մերսեդեսով ու դրա մասին ինքը վստահությամբ, հպարտությամբ հայտնում էր ժողովրդին։ Սա մեզ հիշեցնում է ուղղակի, հա? Եգորի Սերգեևնա հիշացնում ես։ Դուք ինչ եք կարծում։ Սովետի ժամանակ դիսիդենտին, իրական հեղափոխականին, KGB-ի նախարարը կվերցնել իր զրահապատ մեքենա կտա դրան, կասել գնա, քո ապահովությունը անվտանգ է, ոչ մի զենք չի կարա վերցնի քեզ։ Բայց մենք էլ գիտենք դու ինչ ես խոսալու, ոչ միայն մեքենայի մեջ, եւ ամեն տեղ, հա։ Բայց հարց եմ տալի, Լևոնի վկաներ, Լևոնով հիացողներ, Լևոնի վստահողներ։ Դուք սա ո՞նց կարող եք բացատրել։ Դուք կարող եք սա հերքել։ Դուք չեք կարող սա հերքել։ Սա պատմություն է։ Ու ստեղից է գալի բոլոր գործողությունների արդեն տրամաբանությունը։ Բոլոր քաղաքական սպանությունները, Արցախի դավաճանությունը, կապիտուլյացիայի տեղ պարտադրելը, զինադադար կնքել եւ ճանաչել այդ ամեն ինչը Ադրբեջանի մաս, հա, հետո խոսել վերադարձնելու մասին, հա, որի խանգարեց իհարկե գիտեք որ Վազգեն Սարգսյանը, որի համար է իրան սպանեցին իհարկե, հա, սա Լևոն Տեր-Պետրոսյանի իր բանն է, իրականությունն է, դեմքն է, որ միջև այդ պնդում է, որ այն ինչ որ ազատագրել ենք, դա մերը չի, բայց ինքը Ղարաբաղը մերն է գոռալով եկավ դարձավ իշխանության, Կլյուչկովի Մերսեդեսով, սա Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանից հետո ինքը իշխանությունը սահուն փոխանցեց այն ալբանացուն իր ասած, որ ծաղրում էր, ասում էր, գորե հայրենը գիտես, հայ ալբանացին, հայ ես, չի ալբանացի, գոնե հայ մեր գիտես, հա, ինչ ասում է ալբանացին, ասում դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկին ում հետ կարելի է այդպես վարվել, ասենք ոնց է բացատրում սա, սրան ուղղակի թույլ են տվել, մտնի համալսարան ու դասախոսություն ունենա, թույլ են տվել հանցագործ, որին քպայական աղբանոցը առիթ է ման գալի, առիթ է բաց չի թողում, ասի հանցագործ, հա, բայց եթե հանցագործը ինչ իր ազատության մեջ։ Հիմա ինչ է ասում ինքը։
Ասում Արցախում ինչ արել։ Ասում պատկերացնեք ռուսական զորքը այնտեղ կանգնած է 2000 հոգի, թամենը։ Անվտանգություն են ապահովում եւ ված չէին անում, պատկերացնում եք իրենց ֆունկցիաները ված չէին անում։ Ճիշտ է, հերթով հանձնում էին գյուղերը, պայթացնում էին բոլոր պաշտպանական գծերը Արցախի։ Բայց իրանք անվտանգությունը ված չէին անում, գիտես։ Միջև մի պա երբ Հայաստանի ղեկավարը գնում է Պրագա, ասում է, որ ընդունում է Ադրբեջանի կազմում։ Արցախը ինքը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ասում է ռուսները չեն բանակցում, տեղյակել չեն պահում իբր ռուսներին, հասկանում եք, դուք լուրջ հասկանում եք, հիմա ես ալբանացին եմ ուզում ասեմ, լուրջ ես ասում, այդ Պուտինը չէ 20 թվականից այդ նոյեմբերի այդ բանը գրողը տեքստը հայտարարության, դրանից հետո չեն ինքն ասում, միշտ էլ ասել եմ Արցախը դա Ադրբեջանն է, իսկ այդ Փաշինյան Նիկոլը այդ ինչ ասեց, որ չգիտեր Պուտինը, կամ իր որ ասացին էր հակասում, այսինքն իր որ ասածն էր հակասում Պուտինին։ Փաշինյան ճիվաղը կրկնեց, ինչ որ Պուտին էր ասում, որ այո, ես միշտ ասել եմ, որ Արցախը դա Ադրբեջանն է։ Ու այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթերը ասեց, ես ինքս եմ իմ ձեռով գրել։ Հենց ասում է, դու պատկերացնում ես, այտենց կարելի է ռուսներին ասում է։ Դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանն այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել, այդպես չի լինում միջազգային հարաբերություններում, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դա միջազգային հարաբերություններ են։ Հավաքել են երեխեքի, հա, ու այս անգրագետ գալմեն, այս ալբանացի, ասում է, հասկանում եք, բատես կվարվեն 2000 բանը զոր ոնց էր հայտնվել այնտեղ։ Կարող է ասես, ու ինչի էր հայտնվել։ Փաշինյանը նա հայտնվել էին ու դարձան բան, հա, պատանդ։ Փաշինյան Նիկոլի ձեռը, ինչը ասեց ինքը, բանը Պրագայում ասեց, այն ինչ որ Պուտինն էր ասել 20 թվականից։ Ինչ ասում ես, միշտ եմ դա ասել, հա, միշտ եմ դա ասում։ Ասում են դուք են Ղարաբաղ Ադրբեջանը գնացեք իր հետ բանակցեք։ Ինչ եք ասում, դա չի եղել։ Այդ մարդիկ միշտ եմ ճանաչել են Ադրբեջան, Արցախը Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանը միջնորդ է ու իր ապակից աթոռը աշել են։ Ցայմայք։ Որ միասին անենք էլ այդ ամեն ինչը։ Արձանագրենք, որ ընդամենը 1 օրում կասկածներ հաստատվեցին փաստերով, սա այս նույն ալբանացու տղենն է ասում։ Լևոն Քոչարյանը բարձում է Facebook-ում ու գրել էլ գիտի ինքը։ Արձանագրենք, որ ընդամենը 1 օրում կասկածներ հաստատվեցին փաստերով։ Այս գործելավոճը կասկածներ առաջացնում արդյոք նախաձեռնությունը այդ իմպիչմենտի նախաձեռնությունը Նիկոլի դեմ ուղղված է Նիկոլ Փաշինյանի հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությանը թիրախավորելու նպատակը։ Այսինքն այն ինչ որ կատարվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, դա թիրախավորում է Հայաստան խմբակցությունը։ Սրան այս գալմին այս ալբանացուն հետո մեկն ասում է դե Նիկոլը ասեց Պրագայում Արցախ Ադրբեջանը, Պուտինի հետ չի տես կարելի է վարվել, ես էլ ասում եմ, ով ուզում է հեռացնի Փաշինյան Նիկոլին, ինքը թիրախավորում է Հայաստան կուսակցությանը։ Բայց ասել շարքսաններ եմ ասել, ինձ չմտածեք, ես հրա որ ինչ ասես, ինչ որ կա ասում եմ, դա Սերժին մաքրաձեռնելու համար ասում։ Բացարձակապես մենք ուղակի Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև առայսօր գտնվում ենք նույն կենտրոնի նշանակած, նույն կեղտերի ձեռքում, որոնք իրականացում են ընդհանուր մի ծրագիր, դա Հայաստանի տապալման, կործանման ծրագիրն է, որ ապահովեն ռուս-թուրքական դարավոր համագործակցության նպատակները։ Հենա Հայաստանի ոչնչացում։ Սա իրականացնելու համար է։ Բայց այս ընթացքում նաև լինում են անակնկալ բաներ, որ ասեն կարող է Սերժիկը ուղղակի փուրը տա Ռոբիկին, բայց դա չի նշանակում որ Սերժիկի նկատմամբ բան, Սերժիկը Հայաստանը փրկելու համար է դառնում։ Բացարձակապես։ Լևոն Քոչարյանը դրանից ասում է, Սերժիկ ասում է, հենց հասկանանք Սերժիկը Նիկոլին է ուզում բանանի, թե փչացնի, թե մեզ, բարձրացած ձեզ։ Հիմա ինչ վերաբերվում է այդ 2000 հոգուն, որ խերջ շիվադել մնացել էին, չգիտեին ինչ անեն Արցախում։ Ուրեմն ասեմ, ինչ արեցին այդ 2000 հոգին Արցախում։ Պատմեմ լսեք ուրեմն։ Այդ 2000 հոգին Արցախում ապահովեցին Արցախի բլոկադան։ 2000 հոգին Արցախում ապահովեցին Արցախի զինաթափումը։ 2000 հոգին որոշեցին ում է պետք հանձնել Ադրբեջանցուն։ 2000 հոգին
հանձնեցին, վտարեցին արցախցիներին դուրս, երկար ժամանակ մնացին այնտեղ, թողած արցախցիների զենքն ու զինամթերքը նվիրեցին Ադրբեջանին, ինչ որ մի բանի դեմ, ու իրան դուրս եկան։ Սա արեցին այդ 2000 հոգին։ Ու ինչի են հայտնվել այդ 2000 հոգին այնտեղ, որ հանկարծ Հայաստանը, Արցախցին ինքնուրույն ոչինչ չկարողանա զինվել չորոշի պաշտպանել հաջորդ հարձակմանը, որը կանխվեց, ասենք զինադադարը որ եղավ 2020 թվականին։ Ռուսների վերջը նպատակն էր մտնել այդտեղ, ապահովել Արցախի հանձնումը, որովհետև ոչքան ուզում Արայիկ Հարությունյանը, չգիտեմ, Վիտոններն ու այս տեղական ճիվաղները հանձնեն Արցախը, մեջտը եւ լինելու Արցախում մարդիկ, որոնք դիմադրելու են, որպեսզի դա չլինի, այդ 2000 հոգի կառուցելներին, այնտեղ պետք է որ լիներ, որ զինաթափեր չթողեր նոր պաշտպանական գծերի սարքումը, եղածը պայթացներ, քանդեր գյուղերը, պաշտպանական դիրքերը, կտրտած այդ խոզնավալից վանից սկսած հանձներ թուրքերին, որ ապահով Արցախի հանձնումը։ Եղավ ալբանացի։ Այդ 2000 հոգին ընդեղ դրա համար էր։ Կարծում եք Ռուսաստանի հետ կարելի է այդպես վարվել։ Չէ, Ռուսաստանը միայն կարող է Հայաստանի հետ վարվի, Արցախի հետ վարվի, այնպես ոնց որ ինքը վարվեց։ Արցախի որ գլոբուսի վրա ամենառուսամետ տարածքն էր։ Ինքն էլ վայելեց իր ռուսամետության հետևանքները։ Ասում եմ գլոբուսի վրա ամենառուսամետ տարածքն էր, որ թքած ունենալ Ուկրաինայում կատարվող ցեղասպանությունների վրա, այդ 44 օրյա պատերազմի վրա, ասում իրանք այդքանից հետո Պուտինի նկարը բարձրացնելով, վերջում Պուտինի տակ այդ բաների տակով էլ այսպես արտագաղթեցին, թողեցին իրաց 1000 տարվա բնակավայրները։ Այս է Ռուսաստանը, հիմա գանք Սերժիկ Սարգսյանին։ Դե կազմակերպված Ռոբերտ Քոչարյանին փուռը տալուց հետո ինչ արեց Սերժ Սարգսյանը, մի հատ իրան հատուկ ինքը երբեք բարձր չի խոսում, ինքը երբեք ակտիվ եւ անկազմակերպ գործողություններ չի անում, ինքը երկար մտածում է եւ օպա ասում է արեք իմպիչմենտ հայտարարեք, ես տարիներով ինչ որ ասում եմ իմպիչմենտ հայտարարեք, մի անգամից դա Քոչարյանը դաշնակներդ ընդունում են որպես մարտահրավեր իրենց ոնց են անելու, չէ՞։ Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը այն Սերժ Սարգսյանը չի, ինչով ենք ունեցել ենք իր ամբողջ կառավարման ընթացքում 2008 թվականից մինչև 18 թվականը։ Եվ այսպես չկմեղացել է, հարցում են ինչու ռադիոտան ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց։ Սերժ Սարգսյանը հիշեց նաև Սասնա Ծռերին։ Ինչ է պատասխանում Սերժիկ Սարգսյանը։ Տեսակետներ են տարածում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018 թվականի իշխանությունը հանձնենք, որ նայել 2019-ի վերադարձնի մեզ։ Սա ուղղակի աբսուրդ է։ Ճիշտ է 2019-ին ինքը ձեզ չէր վերադարձնելու։ Ինքը պետք է իրականացներ, այն ինչ որ ինքը իրականացներ։ Այո, 2019-ին վերադարձնելը ձեզ աբսուրդի ժանրից է։ Բայց դա չի նշանակում, որ 2018-ին դուք չեք հանձնել այդ իշխանությունը տականքին։ Հայկականների համասանի ընկերներին դասախոսների հանդիպման ասել է երրորդ նախագահի, մեզ հարց են տալի, այս ճիվաղապետության բոլոր ներկայացուցիչները, ինչպես այն գալմի ալբանացուն, այս Սերժ Սարգսյանի նկատմամբ ամեն օր գոռում են, որ սրանք հանցագործ են։ Բայց ռեալիտես Հայաստանում հանցագործները հանդիպում են ունենում համալսարանի ուսանողների հետ։ Շատ մեծ պատահականությամբ, լույս պատահական է։ Գնանք առաջ։ Սերժ Սարգսյանին նաև հարցրել են, թե ինչու ժամանակին Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց։ Համաներումը անձնական ակտ չի ասում, դրա համար է կոչում համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար։ Հասարակությունը համերաշխ չէր, հասարակական համերաշխություն, ազգային անվտանգությունը ապահովող ամենակարևոր հանգամանքն է։ Համաներման ժամանակ չենք ասելու սա, բացի կոնկրետ մարդուց, ինքը դա կարող են ազատվել։ Ստեղ էլ հակադարձեմ Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյան, որ բան եկավ, Փաշինյան Նիկոլն եկավ, ասեց ես էլ եմ համաներում անում, բայց սա, բացի Սասնա Ծռերից։ Ինքը ասեց բացի նրանց նկատմամբ, ում նկատմամբ համաներման համար կարող բողոք լինի, ու իրան գտան բողոքողը։
Դա քո Օսիպյան Վալերինքն է, որը համատեղության կարգով մնացել է Փաշինյան Նիկոլի մոտ որպես ոստիկանապետ։ Պատահական էր Սերժիկ քո մարծեցող սպապած զինվորի մոլ մազեր քաշտվող մի խոսքով քո ձեռքի գործիք մահակ Օսիպովը որ նվիրել էր Փաշինյան Նիկոլին դարձավ հեղափոխականների սրտի ոստիկանապետ։ Ինչն էլ ասեց ես դեմ եմ որ համանելում լինի բանի Սասնա-Ծռերի նկատմամբ ասեմ ավելին ծռերի համար պետք է համանելում էլ չլիներ նշանակում ճիվաղը ընդունեց քո կարած գործերը որպես կարած գործ եւ բոլոր քաղբանտարկյալները ոչ թե ազատ արձակվեցին որովհետեւ իրանց վրա դաշանտներ, ընկերներ, ծռերն էին, Գյուլերյան հայկներ, ելով կար քաղբանտարկյալներից։ Մի խոսքով, եթե մեկին էլ մոռացել եմ, կներեք։ Ասես չէ, դու բոլորդ հանցագործ եք, այս տականքը ու համանելումով պետք է դուրս գաք։ Համանելումով։ Հա, բայց նույնիսկ համանելումով մարդիկ հələ մեղքերը չընդունած, ոչ մեկտեն մեղքերը չեն, դատավարություն չէ եղել ծռերի վրա։ Համանելումով նույնիսկ տողել մցրե, այն սև շունը են բանը, Արամ Սարգսյանի ներկայացիչ, ես դա կասեմ։ Լավ, անունքիշում կասեմ։ Այն սև կախսատանան էլի գիտեք ում մասին է խոսքը, որ դարձել էր բանը Նիկոլ Փաշինյանի բան արտադրության նախարարը։ Հորինեցին մի հատ համանելման ձև, որտեղ եթե բողոք լիներ, հա, իրենք չէին կարող համանելման բանը արժանանալ եւ դրա արդյունքում էլ այսօր տղեկը բանտում են։ Մի մասը բանտում են, մի մասն էլ հələ դրսում է, բայց քրական գործերը բոլորի վրա կան։ Այս էլ քո հարցի պատասխանը։ Գնանք հիմա առաջ։ Այն հարցին ինչու 2018-ին չձերբակալվեց ապակալանավորվեց հանրային ռադիո շենք մտած ներխուժած Նիկոլ Փաշինյանը, Սերժի Սարգսյանը պատասխանեց. այս ժամանակահատվածում չենք գնահատում, որ փողոցում կան անգամ մարդիկ, որ զորու են իշխանափոխություն իրականացնեն, որովհետև եթե շատ կոշ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակը ավելանում է։ Լուրջ ես ասում Սերժիկ։ Իհարկե դա մեջ լոգիկա կա, բայց կոշ միջոցների պետք չէ գնալ։ Պետք չէ գնալ ընդհանրապես, որովհետև նույնիսկ Գյումրու ճանապարհին, երբ որ Ալեն Սիմոնյանը կամերաների առաջ Սաշիկի կամերաներն էր փակում։ Ասում ես տեսեք, այս կամերաները էլ չի լինելու ծածկում էր։ Ես էս նստած այն ժամանակ Միլանում էի համերգներով։ Սս նայում էի։ Սա քրական գործ է։ Սա բան չկա, քաղաքական ոչ մի բան չկա։ Դա ուրիշի գույքը փչացնելու դա քրական գործ է։ Մեզ նույնիսկ կարմիր գծերը ներկելու համար, կարմիր գծերը, այն որ գծած է փողոցի վրա, հա, դա քաղաքապետանի կարմիր գծերն են, դրանք ներկելու համար բռնում տանում էին։ Որ ասում նայում ծիծաղս գալիս է։ Ընդհանրապես մի քանի հոգով հեղափոխությունն են Գյումրից գալիս են, կամերաներն են փակում, վրաններ են խփում։ Օրերով վրաները խփել էին, բանը փակել էին, բայց մարդ չկար կողքները։ Նիկոլ Փաշինյանը մենակ հայտարարեց, որ գնում եմ ռադիոտունը գրավեմ։ Մենք հայտարարում ենք, չենք հայտարարում, պայմանավորվում էինք, ոչ քաղաքական ակցիա, բանը դուրս մեր գրպանից այդ կամերաների կարմիր գծերի դիմաց հետ կապած շարժում կար էլի։ Մենք որ պայմանավորվում ենք, որ այստեղ հանդիպում ենք մեքենաներով, հա, ու երթ ենք անում, ճանապարհ ենք փակում, որ ստիպենք այս բանը տարիֆները բանանեն, մենք միջև գրասենյակից դուրս են գալի կհասնեինք տեղ, մենք մեջ ենք, մեզ լսում էին, մենք մեր մեջ միջև կհասնեինք տեղ, արդեն մեզ ճանապարհից հավաքում են, կամ անենց էին ընդեր դիմավորում ենք, որ չկարողանայինք այդ ակցիաները անել, հա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց on-line, ֆոտով գնաց հասավ բանի մոտ, ռադիոտուն ու մենակ է, մի հատ ընդ շփոթված ով է այդ կադրը, մի հատ շփոթված պահակ է, երբ իրան չէին ասել ինչ անի, ինքը հասկանում է, որ պետք է չթողի, բայց չգիտի ինչ անի, ոչ չթողի, բայց իրան ասել են կթողես, ինքը չէր իմանում այդ ժամանակ ինչ ասել, հա Սերժիկ, այն ժամանակ ասում էր պետք է ասել հանգիստ, հասկացանք լավ, ապստամբություն, հեղափոխություն, բայց ռադիոտունը, այսօր կարա մեկը մտնի ռադիոտուն, կասկածում եմ, բայց ռադիոտունը դա պետական անվտանգության կարևորագույն ռազմավարական նշանակության օբյեկտներից է, դու չես կարող այդպես մտնել։ Ուղղակի դու կարող եք չթողել։ Դու կարող եք ճանապարհին ես մտ չծեծել, բան չանել, ոչ մի բան, չգողանալ նույնիսկ, ուղղակի ասեք դուք անցաթուղթ ունեք, դուք չունեք անցաթուղթ, դուք չեք կարող մտնել։
Ոչ մի բան, բայց դուք թողեցիք այնքան պահակներ չգիտեր իրեն ոնց դրսևորել, հա։ Իսկ եթե դա ուժ կիրառեր, դա հեղափոխությունը հետ կապ չունի, ասեմ, Փաշինյան Նիկոլն էլ մենակ էր, մի քանի լրագրողի հետ, մարդ չկար այնտեղ։ Այս էլ քեզ պատասխանը Սերժիկ Սարգսյան։ Գնանք առաջ, ասում է 2016-ին Սասնացարանը գրավեցին ՊՊՑ գունդը, շատերը խորհուրդ էին տալի մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ես ասում եի, ինչպես եք պատկերացնում 30-ից ավելի դիակներից հետո հասարակության վիճակը։ Ես ասում եմ ավելավ է իրավիճակը վտանգենք, քան երկրի ապագան։ Կամաց հարցը լուծվեց ու մեղավորները ստացան արժանի պատիժ։ Հետայաց կարելի ասել, եթե այսպես անեինք, ամեն ինչ լավ կլիներ։ Մեծ գավ Սարգսյան քո այս երկրորդ ստին, այո, ես քեզ թվում է դու կարող ես 30 հոգու դիակ փռել, ես քեզ հիշացնեմ Սերժիկ Սարգսյան, դու որ միջև կորոշեիր իրենց հետ ինչ անեիր, առավոտ շուտ բանը գրավելուց հետո երկու հարցակում արդեն Վովչիկը փորձել էր կազմակերպել բետերներով, այս տղեկի վրա, որ միջև կես զեկուցեին, որ sense բան ա եղել, իրանք փորձել են վերականգնել այդ վիճակը, հա խլել։ Ու ստացել են ինչ որ ստացել են։ Դու ինչ ես կարծում։ 30 հոգի զինված պատերազմ անցած տղեկը դու կարող էիր դրանց հետ ինչ որ մի բան անել, իրենք շենքում ընդվորում պատաններ ունեին։ Իրենց ամենամեծ սխալն էր, որ ճիվախ, տականք Վիտոյին հավատալով, դες միամ տաբակ պատաններին բացողեցին, հա։ Ընդվորում ունենալով պատաններ դու կարող ես 30 դիակ փռել այնտեղ, հա։ Այդքան ժողովուրդ դուրսը դու 3 օր վախից չկողորոշված դու ամբողջ հանրապետականներդ 3 օր ես ժամ րոպե եմ ամեն ինչ գրել, որովհետև ես այնտեղ չէի։ Ես այնտեղ պիտի լինեի, եթե Հայաստանում լինեի, բայց այս ժամանակ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ։ 3 օր ոչ դու, ոչ հանրապետականից մի հոգի ծպտուն չէր անում։ Հայաստանում կար մի հատ իշխանություն, դա ծռերն էին գնդում նստած։ Դա արդեն նստած չէ իհարկե։ Իսկ այդ առաջի բախումից հետո ես եմ տեսել ոստիկաններից վախը, դողացող են աշկերը, վախը։ Դուք հասկանում են, որ չկա, չգիտեն իրենք ինչ են, կառավարություն չկա, տղեկան դեր են, զինված ժողովուրդը ստեղա պատրաստ իրենց հոշոտի ու մեկ էլ այդ ժամանակ, ով է հիշում այդ օրինացու դեպքերը, ով է հիշում դեպի ՊՊՑ կանգնած էին զինվոր ոստիկանները, ժողովուրդը այս կողմից անթիվան համար գրողներ ավարել, մեկ էլ չգիտես որտեղից, Տիգրան Մեծի կողմից պրոժեկտոր է միանում, պրոժեկտոր, ու Փաշինյան Նիկոլը ռուպերով, իր թիմով մտնում են ես, ոնց ոնց պաստանով կալիներ։ Ես ես ասում, այ քեզ սցենար, հլնա ես տականքին։ Եկավ, ցես խոսալ, էլ գրող չլինի, չուտեն ոստիկաններին, տարավ հերո, սեցին միտինգներ անել։ Միջև ընդ կվերականգնեին, արդեն կմտածեին ոնց են անում։ Հետո անցան տղեկին հաթաթ սնայպերով խփելու տակտիկային։ Եվ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ ինքը արդեն այդ վիճակի տերն է եւ ցես խոսել միակ անփոխարինելի ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, որ վերջ հեղափոխություն արդեն եղել է, sense չի լինում, հա, պետք չի ապստամբություն, ես միակ ընդդիմությունն եմ, այն էլ ինստիտուցիոնալ, ես եմ ստեղի առաջնորդը։ Այն էլ բախտը չբերեց։ Սերժիկ, քոնն էլ Նիկոլինն էլ։ Բանը պաբլիկան դերից ասեց, հələ դրան ասեց, փագեք բերանն ու մցրեք զիբիլի վերը։ Սերժիկ, լուրջ, որ դու խոսում ես, քեզ թվում է, քեզ լսում են մենակ հիմարները։ Այսինքն մնաք են մարդիկ, որոնք ինֆորմացիա չունեն նաև, չեն հիշում պատճառի հետևանքային կապերը, ժամանակագրությունը չեն տիրապետում, հա։ Լուրջ, քեզ թվում է, ասենք, ոչ մեկ քեզ չի լսում, քո պատկերացած ունկնդիներից մասին։ Իսկ ես մի բան եմ հիշացնեմ։ 3 օր քո ձենը չէր գալի ու տղեկի վրա հարձակում չկար։ Երրորդ օրը Վարուժանը հայտարարություն տարածեց, որ լուրեր ունենք, որ Սերժիկ Սարգսյանը դիմել է Պուտինին հատուկ ջոկատայիններ ուղարկելու համար։ Հայտարարությունից հետո, ընդամենը 45 րոպե հետո դուրս եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարությունը, որը ցիտում էր Պենտագոնին, ասում էր, որ Հայաստանում անընդունելի է երրորդ երկրների հատուկ ջոկատայինների որևէ գործողություն։ Այդ ժամանակ Արֆան հետ գնաց։
Սերժիկ վիրավորական է, էլի տեսես եկորա քեզ գովում եմ, քո ձիուկ հայրերը, բան, բայց դա չի նշանակը, որ դու հանցագործներից մեկը չես։ Ու ես կամ իմ նմանները ամեն ինչ մոռացել ենք։ Ամեն ինչ, այնպես որ Փաշինյան Նիկոլին բերել ես դու, սարքել ես դու, ազատել ես դու, վերբով կարել ես դու, նրանից կուսակցությունն ես սարքել դու, նրանից անդիմադիր ես սարքել դու, նրա փողերը թուրքական, որ ինքը ստացել է, հետևել ես եւ անենց ես արել, որ հանկարծ ոչ մի բան իրեն չխանգարի, դու տեղակ ես ամեն ինչից, դու դա էլ կոնկերներն են վկայություն տալի, իմ հետ կապ չունի։ Գնա Իշագուլյանին հարցրա, մեկ էլ կոդիկին։ Իրաք ամեն ինչ իմացել են, դրել են դեմ, ասել են Սերժիկ։ Ասել ես թող մնա այստեղ։ Տեղակ եմ, փողը լինել եմ տեղյակ, սրա լոգոյից եմ տեղյակ, բայց մեր թույլ են ամեն ինչ գնում այրա, ամեն ինչ կոնտրոլի տակ է, ամեն։ Դուք էլ ընտրեցիք իրան վարչապետ, քո охраնել, հələ ինքը վարչապետ չէր, քո охраնել արդեն իր ակտիվությունները տանում բերում էր։ Սերժիկ, լավ էլի։ Մի օգտվի մեր բարությունից։ Ես էլ մի ուրիշ հայտարարություն։ Ասում եմ 2016-ի պատերազմից հետո ադրբեջանցիներն առաջարկում են հրադադարի նոր համաձայնագիր ստորագրել, ինչը հայկական կողմը մերժեց։ Տեսնենք ինչ են առաջարկել Սերժիկին, որ ինքը ինչա մերժել։ Նախ 2016-ի պատերազմը դա քո կազմակերպած, քո ուրացած, քո այն 18 էլի թիվերից հիմա կմոռանամ 18 հեկտար, ասենց ասեմ 18000 հեկտար կներեք։ Ես թիվը միշտ խաղում ինձ ուղում եք, ճիշտ եք անում ուղում եք, որտեղ ես լարված ժամանակ ես կարող եմ մեկ թվերներ խաղում։ Այդ 18000 հեկտար տարածքը դու ամանեցիր, անպետք դու երեխեքին փուրը տվեցիր, հետո դրանից հետո 16 թվականի պատերազմից հետո, երբ որ Հայաստանում միտինգ էր, որ մենք մեր բանակի կողմին ենք, քո ենիչերիներն են այդ մեր երեխեքին ծեզում ջարդում։ Փողոցում երեք եմ կա, այն օրը կարելի է ցույց տվել։ Քո Օսիպովի հետ։ Ու դու 16 թվի պատերազմից ես խոսում, այ մարդասպան սեյական։ Ճիշտ է, դու Նիկոլին չես ասնի, բայց դու էլ ես սեյական մարդասպան։ 110 հոգի մենակ հետոն ես սպանել։ Տեսնենք ինչ է ասում։ Էլի նույնտեղ ընկոդների ժամանակ ասում, ովքեր ասում են սխալ է հրադադար ստորագրելը, ի վիճակի չէին, ասում են իրավիճակին չէին տիրապետում։ Ասում են չդադարեցնեիք, լավ չէինք դադարեցնում, պիտի հասնեինք Բաքու, հա, գերի վերցնեինք Ադրբեջանի գործողությունը, Ադրբեջանի ղեկավարությանն ու ասեինք ճանաչեք, հա, երկրորդ կարևոր ռազմական գործողությունների ժամանակ գրավելը չէ, հանձնելն է, ճիշտ ես ասում։ Որովհետև հետո անհրաժեշտություն կա պահելու, հələ ինչ որ տվել է դի հետ բերեիր, չի բախ։ Իսկ ով որոշեց որ պետք է գնա հետ բերի, դա ձերբակալեցիր։ Ասում եմ, մեկ ի վիճակի էինք, ասում եմ, այդ ռազմաճակատը գիծը 2-3 անգամ էլ մեծացնեինք, չէ, դու քո հետ պետք է բերեիր, ոչ թե ասեիր, դե լավ անպետք տարածքներ են։ Դրանից հետո դա դառավ բան, խոսք նաև Նիկոլ Փաշինյանի համար, որ այդ սարերի գլխին տալին 12-ամիս ձուն է, Շուշին դժգուն քաղաք է, Արցախը մերը չի։ Ասում եմ, ոչ, ձեռք բերում էր, չէ, երբ Ադրբեջանը հրադադարի առաջարկով դիմել էր նաև ԼՂՀ-ին, ասում եմ, գիտեիք արդյոք, որ համաձայնագրի տակ ստորագրել են ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչը։ Հենց այդ համաձայնության երկար տարիներ Ադրբեջանը ջանքեր էր գործադրում ստորագրությունը համաձայնագրի տակից հանելու համար։ Հիմա հարց. բավոր Արցախը պայմանագրի տակ անում էր ստորագրություններ որպես ինքնուրույն կողմ։ Ինչու չճանաչեցիք Արցախի անկախությունը այդ ժամանակ։ Հիշում եմ Ռաֆի Հովհաննիսյանը հենց այդ օրերին իր բանով կուսակցությունով մտածեցի կասեմ, եթե Արմենը հիշում է Ռաֆին Արմեն Մարտիրոսյանը կամ Զարան Հովհաննիսյան, իրանք կասեն, որ Ռաֆի Հովհաննիսյանը բան ներկայացրեց, հարձակում եղել Արցախի վրա, ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը։ Դե հիմա հարց, Սերժիկ, եթե այդ համաձայնագրի զինադադարի տակ եղել է Արցախի որպես ինքնուրույն պետության ստորագրությունը, ինչու չճանաչեցիք Արցախի անկախությունը եւ համաձայնագրի ռազմական չկնքեցիք նրա հետ։ Հա, դուք հրաժարվել եք, չէ՞ որ ինքը Հայաստանի մասը։ Ճանաչեիք անկախությունը ու ռազմական համագործակցություն պայմանագիր կնքեիք։
Right. Որ հետո հապկը չասեր, դա Հայաստան չի, դա մեր հետ կապ չունի։ Հետո Նիկոլը չասեր, դա Հայաստանի պատերազմը չի։ Դու գիտեիք, չէ՞ որ պատերազմը էլի է լինելու, գիտեիք։ Ու դու գիտեիք, չէ՞ որ դու գնացել ես Արցախ այդ պատերազմից հետո համոզելու, որ երկրորդ հարձակման ժամանակ հանկարծ մեր դիմադրություն չլինի։ Այդ ժամանակ էլ եղավ ծռելի ապստամբությունը։ Սերժիկ, ախր այնքան խոցել ես դու քո անցած քաղաքական կյանքով։ Որովհետև չի կա, հնարավոր չի այդքան սուտ թաքցնել, ոչ թե դու անխելք մարդ ես, չէ՞ դու խելոք ես։ Բայց այսքան սուտ հնարավոր չի ծածկել, դմփոցանել։ Չի լինի, ինտերնետի դարա ամեն ինչը կա, գնաց մեկ էլ էս շրջանում ապրել են, չէ՞։ Մեկ էլ հիշողությունն են, Աստված տվե չի խնայե։ Հա, մեկ կարող է տվել եմ մոռանամ խառնեմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Բայց Google կանեմ կհիշեմ, 17 հեկտար է, 18 հեկտար է, 18 է։ Ժիա Սեֆիլյանը պնդում էր, որ 17-ը դու էլ ասեցի, չէ՞, ինչ 17, 18-ը։ Կարող ես սխալեմ։ Ժիա, քիչ էր ասում, դու ասեցիր, չէ, ավելի շատ է։ Դենց ասեմ, մի խոսքով։ Հա։ Կանք չէ մենք։ Կանք հիշում ենք, օրերով, ժամերով, ամեն ինչ կա։ Դու ո՞նց ես հանդգնում։ Այս կարգի մասսայական սուտ խոսած։ Դու էլ Ռոբերտ Քոչարյանը չես։ Այն որ դու առաջարկել ես այդ բանը գործողությունը Նիկոլի նկատմամբ, հա, այդ impeachment-ը, ու դրանով փորը տվեցիր, sense վառեցիր դաշնակներին Ռոբիկի հետ։ Դրա համար ասել են կեցես, բայց դա չի նշանակում, որ անցած մեղքի հետ մոռացանք, դու էլ ոնց ուզենաս կարաս ջրես։ Լավ։ Համաձայնությունը եղել է, Արցախն դրել է սոլարություն տակ, բայց ճանաչեիր։ Եթե Ադրբեջանը ճանաչում արդեն Արցախին, որպես կողմ, դու էլ ճանաչեիր իրան։ Բայց չես արել։ Սերժիկ։ Գնանք առաջ։ Սա պետք է նայեք։ Բորջուժան իր այսօրվա ողջ ներածական խոսքում գետ մեկ բառով չանդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իդեպ ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին, թե այն նախատեսված չէ թուրքական բանակին դիմակայելու համար։ Հարցին 102-րդ ռազմակայանի ներուժը արդյոք կբավականացնի դիմակայելու թուրքական бանակին ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում Նիկոլայ Բորջուժան պատասխանեց. Потенциал 102-й базы, я считаю, что достаточный для решения тех задач, которые мне возложены. Тем более 102-я база – это не база для противостояния турецкой армии. 102-րդ ռազմակայանի ներուժը բավարար է նրա առջև դրված խնդիրների լուծման համար։ 102-րդ ռազմակայանը նախատեսված չէ թուրքական բանակին դիմակայելու համար։ Բայց հարց եմ տալի։ ՀԱՊԿ-ի քարտուղարը ասում է, այս ռազմակայանը դա ձեզ վերահսկելու համար է, որ պետք լինի պերմակորներին թողենք բաց, sense թողենք հասարակության մեջ, որ 3 սերունդ Սերժ սպանի, հիշում եք այդ բանի։ Ուրեմն այդ Սերոժիկին հիշում եք։ Համ թողնիկն է Սերոժիկ, համ որդին է Սերոժիկ, համ պապն է Սերոժ։ 3 Սերժ մի տան մեջ գնդակահարվեց 2015 թվականի հունվարի կարծեմ 12-ին էր, դա հունվարի 10 քանիսին էր, մի քիչ հիշում եմ, որտեղ հունվարի 17-ին թե 19-ին մենք արդեն բանում էինք այդ։ Մի խոսքով հունվարի 10 քանիսը 2015-ին։ 3 սերունդ Սերժ մի տան մեջ։ Ու այդ ինքը ասում, ու այդ սպանությունն էլ առաջի անգամ չէ, 102-րդ բազայի զինվորականները պարբերաբար Գյումրիում իրականացնում են սպանդ, վերջի սպանդը գիտեք երբ ա եղել։ Վերջի սպանդը եղել է արդեն իբր ճակերտավոր հեղափոխված Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյան Նիկոլի իշխանության ժամանակ ու լրատվականները լռում էին բոլոր աչքերված էր խոսար ինչ էր եղել ռուս զինվորականը բոլորի աչքի առաջ ծեծելով սպանել էր կնոջը Գյումրիում մինչև այսօր դատավարությունը չի ավարտվել մինչև այսօր քննվել 5 տարի անց է հիմա հարց եմ տալիս 102-րդ բազայից որ խոսում եք դուք Բորջուժային հապի նախագահ չեք լսել ասենք դուք իրանից եք բանանում իրանել եք հերքում Ռոբիկ էսի քեզ էլ ավելաբերված ասում ռուսի հետ բակալելի է տես վարվել ինչի ռուսը կարող է ասես մեր հետ վարվել հա ես գիտեք ինչի վրա մեկ զարմանում ազնիվ խոսք նայեք ամեն ինչը դնենք մի կողմ էլ էս քաղաքական տարաձայնություններ բան հակակրանք համակրանք թողում ենք սա մի կողմ
Սերժ, Ռոբերտ, ճոր չգիտեմ ով։ Ասում մարդիկ եք։ Թորներ ունեք։ Դուք այս կարգի որ սատում եք, չեք համաչում։ Ես այդ որպես մարդ եմ խոսում։ Թողում ենք, որ դուք իմ դասակարգային թշնամին եք։ Ես մոռանում եմ այդ մասը, որպես մարդ։ Այս կարգի ցինիկ սատեր, որ ասում եք, չեք համաչում դուք։ Ես հենց եմ հասկանում, էլի սուտ խոսալը տղամարդու համար իրական ամենավերջի ամոթն է։ Ամենավերջի։ Սենց էլի սուսկանի սուտ խոսա նշանակում է դու այնքան չկաս որ ճիշտ ասես էլի։ Նույնիսկ այնքան չկաս որ լռես։ Եթե չես ուզում սուտ խոսաս, որ հետո քեզ ասենք, սենց իմ նման մեկը չասի, ամոթ քեզ որ դու սուտ ես խոսում։ Դուք նույնիսկ այնքան չկաք որ լռեք։ Հասկանում եք։ Ու ձեզ ոնց են հարգում։ Ես ասում ձեզ չեն էլ հարգում։ Այն որ ասում են ազատիչ կամ չգիտեմ սետրակից, դա ծերից ծեր քծնով են։ Դուք էլ գիտեք։ Անդեր մի հատ արժանապատվություն ունեցող մարդ չի կարա տենց ասենք ծուտ խոսացող մարդուն, կեղծող մարդուն, որ ինք իրան չի հարգում, դրա հարգանքը իր նկատմամբ լինի բան, անկեղծ էլի, ասես ինչ որ բանով մոտիվացված։ Սա քծնում է ձեզ, որտեղ դուք էլ ձեր հերթին եք քծնում։ Դուք դες ոնց եք ապրում։ Նա գնալ հաջորդի, գերավի թե չեք ապրում։ Ռոբերտ, ես երկու համար եմ էլի հիշացնում։ Արցախը գրավելուց հետո, որ իրանք ասեցին, մենք թուրքերի հետ իրականացել ենք իդեալական օպերացիա Արցախում։ Ասում եմ, բա Ռուսաստանից կարելի է այդպես վարվել։ Լուրջ ես ասում։ Այդ մենակ Ռուսաստանին կարելի է այդպես վարվել Հայաստանից։ Փաշինյան ճիվառնել, ասելա ոչ ավել, ոչ պակաս, այն կամ ասելա Պուտինը, թաղելը, որ Արցախը դա աջնա։ Իրանք են դա ասում, սա ավելի շուտ է, քան ճիվառը ասելա Պրագային։ Սա պատմությունը գրելու է, պահելու է այս ամեն ինչը։ Սա ուղիղ Ալիևի նարատիվները Հայաստանում։ Ընդ որում, այս Ալիևի նարատիվներին չեն հակադրվում նախկին ոչ մի նախագահները, որովհետև այս ամեն ինչը համաձայնվեցված է բոլորի հետ։ Բոլորի։ Ես ասում բոլորի դա բանը Անկարա եւ Մոսկվայի հետ։ Դրա համար սա այսպես այն ինչ որ Սերժիկը չէր կարող իրականացնել, որտեղ Սերժիկի կողքը ամեն դեպքում դեռ մնացել էր պատերազմից որպես ժառանգություն։ Այն մասան կոռումպացված էր, քյարթ էր, ինչ որ էր, բայց ինքը էմոցիոնալ կապված էր Արցախի հետ։ Ասենք այս կարգի տական կանհայրենիք չէր, ինչքան էս տական իր շրջապատով։ Ու ասենք ինքը չէր կարող ունիսոն կրկներ, ասենք հանրապետական կուսակցությունն ամեն դեպքում ԿՊ չի էլի։ Ինքը չէր կարող ունիսոն կրկներ Ադրբեջանի ցանկությունները։ Հա որ իրական Հայաստանի եւ առասպելականի միջեւ պետք է լիներ տարբերություն։ Ասում եմ պատմական, բայց ես հավանում եմ, որ դա առասպելական, քանի որ պատմությունը չպետք է ենթարկվի շարժման։ Այսպիսով նրանք պատմության մասին առասպելներ ստեղծեցին, դա այս տականքն ասում ես, երթիմը։ Ու գիտեք ինչի մասին է խոսքը, որ սրան չեն հակառակացում։ Սրանք ոչ այս բաների ոչ մեկ չի հակառակացում։ Այն անցած 3-ին նկատի ունեմ, էլի։ Գիտեք ինչի։ Որովհետև սա տեքստերը գալիս է կենտրոնից։ Դեռ իրանց մեծ էս առումով հակադարձություն չկա։ Մագանք Հայաստան։ Մատնայք։ Բարև սիրելի համակարգած։ Մեր ասած էական չի։ Բա իմացաք։ Այսի Ռուսաստանի դեսպանատուններ կազմակերպել։ Որ սենց անվորակ սարքեին, սենց այլանդակ էին ամեն ինչը, սենց թալանեին, հա, որ ստիպված թաղապետը ծեծերես նկարահանողներին, հա, որ Արամ Զավենի Սարգսյաններ, Փաշինյան Նիկոլի Հարճը, ասեր, այս ամեն ինչը կազմակերպել է Ռուսաստանի դեսպանատունը։ Հատուկ խաբել են թաղապետարանի աշխատողներին, քաղաքապետարանի աշխատողներին, որ իրանք վատ սարքեն, սրանց էլ ուղարկել են այդ վատ սարքածը նկարելու, որ նրանք ներվայնանան ու պրովոկացիա անեն, էլի։ Սրանք հատուկ ամեն ինչ պլանավորված է Ռուսաստանի դեսպանատնից։
Հասկանում եք, քաղաքական միտքը այնքան անասնացել, որ հնարավոր է խոսել ամեն ինչից։ Ամեն ինչից։ Ես ասեմ ավելին, սա էլ են Ռուսաստանի դեսպանությունը արել։ Տեսել եք այս մեքենայի շրջակումը։ Նայ։ Մայիսի 3-ն է Երևան Սև Խարեց Սիսակոյի փողոցում Կամազ մագնիշի բեռնատարը հայտնվել է ճակերտավոր ասած որակյալ ասֆալտապատ տարածքում ասֆալտի վրա եւ տեսնում եք ասֆալտն ամբողջությամբ փոս է ընկել եւ Կամազը կիսակողաշրջված վիճակում է ինչի հետևանքով նաեւ հավանաբար ջրի խողովակ է տակով անցնում, վնասվել է ջրախողովակը եւ ջուրը այսպես անխնա հոսում է։ Օպերատիվորեն ժամանել են միայն ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի բարեկները, սակայն Արաբկիրի քաղաքապետարանից եւ Երևանի քաղաքապետարանից երևս մարդ չկա։ Յոլան եկել է Ասեմ ավելին, ես այսի Արամ Սարգսյանը տենում ասի, տեսնում եք վրան գրածա Կամազ, սա ում մեքենան է, Ռուսաստանի, Մոսկվան է կազմակերպել, հատուկ գնացել է կանգնել է այնտեղի որ լավ սարքած չի եղել, լավ ծանրաբեռնված, որ ընկնի, ոսեն չարթուխուրդն ես Կամազը, մեկ ռուսական մեքենա է, սա հատուկ Մոսկվայի դեսպանատունն է կազմակերպել, բա Հայաստանում քաղաքական միտքը, քաղաքական դիսկուրսը այս մակարդակի վրա է։ Տեսեք, Ռոբերտ Քոչյանի հայտարարությունից սկսած Սերժով, Մերժով, միջև Արամ Սարգսյան։ Ձեզ թվում է շատ է տարբերություն իրաց մեջ։ Գիտեք, դուք բանը Ռոբերտ Արամ Սարգսյանից խելոք, ոսես նրանց խոսքը նայում ես, հայտարարությունները նայում ես, լրիվ նույն մակարդակի, նույն տրամաբանության, նույն որակի մարդիկ են։ Լրիվ անազգանունն են։ Էս էլ է բանը Մոսկվան կազմակերպել, նայեք։ Տեսել եք 50 կիլոմետր կներեք Երևան քաղաքի ճանապարհների երկարությունը դուք գիտեք ինչքան է։ Մենք նախորդ տարի 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք արել Երևան քաղաքում, այդ 50 կիլոմետրին էլ Տերմոպլաստով բանոց գծանշումներ ենք արել։ Խնդրում մի խոսքով, էս էլ է Մոսկվայի դեսպանատունը կազմակերպել։ Դուք չեք հավատում Արամ Սարգսյանին հարցրեք ինքը կասի։ Հատուկ Երևանի քաղաքապետին վարկաբեկելու համար եւ իրենց կուսակցությունը, քաղաքական ուժը վարկաբեկելու համար։ Այս փոսերը Ժորժ ջան, սա գիտեք ինչ փոսեր է։ Ինչքան ժամանակ կլինի, որ ես անդադ խոսում եմ, որ եթե Հայաստանում չէ, եթե մի երկրում համակարգային է կոռուպցիա, համակարգային, տեսեք, կոռուպցիա կարող է լինի բոլոր երկրներում։ Եթե մեկը կարող ասի Ամերիկայում կոռուպցիա չկա, ես ուղղակի մեղմ կշտամ։ Բայց համակարգային այսպես համակարգային ցես խայտարակ ես ասեմ մոտարապես ինչ կլիներ եթե սա լիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուրեմն եթե սա լիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթականություն եմ ասում այս մեքենան որը ունի բան անպայման ապահովագրություն այս մեքենան դիմում ապահովագրությունը որ ինքը ստանա փոխհատուցում որտեղ իր մեքենան վնասվել է ապահովագրությունը ասում է հոп ես դա պատասխանատուն չեմ ես քո փողը տալիս եմ բայց ես դատի եմ տալու որտեղ ապահովագրությունը ինքն էլ ունի ապահովագրություն ինքն էլ ունի կոնտրակտ դատի եմ տալու այս մեքենա չէ քաղաքապետարանին որը ինձ տվել է ապահովել այս բանին ճանապարհը քաղաքապետարանն ասում է մի վարքան չի դատի տալի ես փող եմ տվել այս կամպանիային որը պետք է ապահովել անվտանգ երթևեկություն այս տարածքով, հա, ես բոլոր ստանդարտներով փողը տվել եմ, ինսպեկցիան անցել է, ուրեմն այստեղ էլ ինսպեկցիանով արել, այդ կամպանիան զրկվեց լիցենզիայից, ով արել ասֆալտը, ով պետք է անել այդ որակյալ իր գործը։ Վերջ, երկուսն էլ զրկվում են լիցենզիայից, վճարում են բոլոր ինստանցիաների ծախսերը, ու այս պատվությունը այտենց ավարտվում է։ Տեսեք ինչ է շտեր։ Ավարտվում է այտենց։ Դա չի նշանակում որ Ամերիկայում կոռուպցիա չկա, բայց այս մակարդակի վրա ամեն ինչ ավարտվում է միանգամից։ Այս կամազի տերներ, այդ հիմնարկներ ստանում են իրանց այսենց, իրանց բողոքներով ժամ են կորցրել, օր են կորցրել, գույքա վնասվել, բիզնեսն է տուժել, մի խոսքով է ծախսերը սաղ դնում են, հա, այս երկու կառույցը, որ ապահովել է ինսպեկցիան որ անցել է, որակը, եւ ասֆալտապատողը
Դրանք վճարում են այդ ամեն ինչը միլիոնավոր դոլարներ, գուցե հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, դառնում են բանկրոտ ու դե վերջանում է խնդիրը։ Սա կոնստիտուցիաց։ Իսկ Հայաստանում դա գիտեք ոնց արվում։ Ասում են Ռուսաստանի դեսպանատունն է կազմակերպել։ Դրանով ամեն ինչ վերջանում է։ Վերջ, բացավ։ Ասեցին բացավ։ Ոնց է սա։ Ճանաչում եք այս իդիոտը, հենց դեմքին նայեք։ Ասում պետական պարտքը 5 տրիլիոնից 812 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ է, ավելացել է 4.4%-ով, այսօր ասում։ Երեք ասում էր մենք Հայաստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում։ Այսօր ավելացել է 4.4%-ով ու հանրապետությունը ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվել Հայաստանում, ոչ արտադրությունը բացվել, ոչ նոր կոմունիկացիաներն են վերանորոգվել։ Կյանքում չի եղել, որ Հայաստանում ասֆալտը քանդվի, մեքենան ընկնի մեջը։ Երկու օրվա մեջ մի կամազ միտեղ թեթև մեքենան։ Տեսեք։ Հայաստանում երբեք չի եղել ամենակոռումպացված իշխանությունների ժամանակ Սերժի եւ Քոչարյան Ռոբերտի ժամանակ չի եղել, որ մեկը կարողանա ձեռով ասֆալտ պոկի։ Չի եղել։ Գիտեք ինչի։ Որտեղ նրանք գիտեն, պետքա ծախսեն, ապաման պետքա ուտեն, բայց մի բան պետքա սարքվի, արա։ Չի կարա ոչ մի բան չարվի, այդ փողը գնա։ Որտեղ իրանք հասկանում, իրանք պետքա մի 10 տարի հիմա կառավարեն, հետո մի 10 տարի հետո կառավարեն, հետո մի 10 տարի հետո կառավարեն, իրանք չեն ապրում մի օրով։ Այնպես չի, որ կոռուպցիա չկար Սերժի ժամանակ։ Կար ու աշխատում էր ժամացույցի ճշգրտությամբ, բայց գործն էլ կար, 100%-անոց չէ։ Գոնե ասենք դրա կեսը գործ էր արվում։ Սրանք։ Սենց էլի։ Երկու օր առաջ ասում է մենք ավելի շատ ենք փողաշատում, քան պարկ ենք վերցնում։ Հետո գալիս է 4%-ով, 4%-ով 5 տրիլիոն, եղոսով 7 միլիարդ դոլար, տարի 1 միլիարդ դոլար, տարի 1 միլիարդ դոլար, գիտեք ինչ անում։ Տարի 1 միլիարդ դոլարը դառնում է օրը, ասած հիմա դնեմ չալարեմ դնեմ հաշվեմ, ուղղակի հոգնած եմ, չանեմ էլի։ Տարի 1 միլիարդ դոլար պարկ են ավելացել, սրանք պլյուս բյուջեի թալանը, պլյուս բյուջեի թալանը, ու այս կարգի, հələ սրանց նայեք, հələ հայերեն չի, բայց պետք է ասեմ, հələ չմարդկանց նայեք, ու ինչ բարձ չեմ ուզում ասեմ, էլ։ Ծնողներն են հազանգում, ես են մյուս չմարդն է։ Սա որոշել է, որ երեխեքը եթե 6 տարեկանում այս հրեշը, Պետրոսի կնիկը, որոշել է, որ եթե 6 տարեկանում երեխան դպրոց չգնաց, 7 տարեկանում նա արդեն պետք է գնա երկրորդ դասարան։ Հիմա մասնագետները ընկել են ապացուցում են, ասում են, արա, դու հիմար չես։ Ծնողը նախ ինքն է որոշում, երբ է պատրաստ երեխան։ Երկրորդը ոնց կարող երեխան չգնա առաջի դասարան, մյուս տարի գնա երկրորդ։ Չգնա առաջի դասարան, միանգամից ստացի երկրորդ։ Ոնց։ Ոնց ես դու պատկերացնում, երեխան եթե պատրաստ չի եղել 6 տարեկանում գնա առաջի դասարան, ոնց կարող պատրաստ լինի 7-ում գնա երկրորդ։ Այս հրեշների ուզածը նպատակը գիտեք որն է։ Եթե նրանք կարացան մի սերունդ, արդեն մի սերունդ արդեն տապալել են։ Մի սերունդը դա ցիկլով 20-ից 25 տարի է։ Մի սերունդը հաշվում է 20-ից 25 տարի ցիկլ։ Եթե դա կարողանան մի սերունդ sense լրիվ ավիրեն, sense պատկերացնում եք ավիրված սերունդը չի կարա առողջ սերունդ տա արդեն։ Ինքը sense սերունդը փոխվում է, գնում է, գլորվում է։ Չի կարա անգրագետ սերունդը հետո գրագետ սերունդ տա։ Որովհետև ոնց ուզում եք ցեք բռնեք, երեխան կրկնում է ծնողներին։ Չի կարա ծնողը լինի անգրագետ, անտեղյակ ամեն ինչից երեխան լինի անճարեղ։ Բնության դաժան կատակների մասին չեմ խոսում։ Անդե միշտ ինչ-որ տոկոսային հարաբերություն կա, որ լինում է նման բան։ Բայց եթե ծնողը ինքը գրագետ չի, ինքը արժեքների կրող չի, ինքը բանիմաց չի, ինքը ինչ է փոխանցելու իր երեխան։ Հակառակ, եթե երեխան մի բանի ձգտես, պետք է ասել քո ինչին է պետք է դի։ Եթե արժեք չունի, որտեղ ինքը չգիտի։ Դա ման են ասում, հոգեբանները ուզում են երեխեքի հետ աշխատեն, սկզբից աշխատում են ծնողների հետ, որտեղ երեխու բոլոր խնդիրները գալիս է ծնողներից։
Հիմա ասենք այս հրեշներն ինչ են անում։ Ինչ որ ես ասում ժողովուրդը կատակ չի։ Սրանք պետությունը, մեր պետականությունը սպանում են բոլոր շերտերի վրա՝ ֆինանսական, կրթական, ռազմական, բարոյական, ժառանգական, մշակութային, հիշողության, պատմական, բոլոր շերտերի վրա, այսինքն հրեշները նստած են այնտեղ։ Հրեշները ասում են, եթե երեխան չգնացին 6 տարեկանում առաջի դպրոց, առաջի տարեկան, առաջի դասան, ուրեմն երկրորդ դասան գնում 7 տարեկանից, պատկերացնում եք։ Հիմա էլի գամ իմ սիրած թեմային։ Ես վստահ եմ, որ Ժան Անդրեասյանի փողոցում տեսնող բաներին։ Սրանց բարև են տալիս են, ժպտում են։ Դուք հասկանում եք, որ դուք նույն հրեշներն եք։ Ով սրանց հետ շփվում է, ով սրանց տեսնելուց չի խարանում, բայց ինքը չունի սոցիալական վերաբերմունք, ինքը չունի հասարակական պարսավանքի ենթարկելու ցանկություն, այսինքն ինքը համաձայն է։ Նշանակում է իրանք էլ են սրանցից։ Եթե մեկը սրանց քայլերի հետ համաձայն է ու առարկություն չունի, գիտեք, այս բարերը երևի տեղին չէին ընչի, ասենք մի 10 տարի առաջ կամ 8 տարի առաջ, հա, որովհետև այս աստիճան սրվեց ու ծայրահեղ վիճակ չէր, էլի։ Այն ժամանակ էլ կալ վատը, բայց այդ վատը, ասենք կային մարդիկ, որ արձագանքում էին, ասում էին սա վատը, կային մարդիկ, որոնք մտածում են դե հիմա էսա։ Եվ մտածում են, սա չի փոխվելու, սենց եկել, սենց գնալու։ Դա այդ կա։ Հիմա այտենց մտածեն, նշանակում սենց եկել է, չէ, սենց չի գնում արդեն, ուրիշ տեղ է գնում ընկերներ ջան։ Եթե դու ռեակցիա չես տալի, իսկ եթե դու բարի ռեակցիա ես տալի, նշանակում է դու համաձայն ես ամեն ինչում։ Դու ժպտում ես, դու օգնում ես իրենց, դու ժպտում ես, ու ոչ մի կոմոդ խնդիր չկա, մի, հրաշա դու ես։ Թող գնացեք ասեք դրանց շփոթ, թող ինձանից նեղանան, գրողից ոսը թե չեմ նեղանա, դա ինձ բացարձակապես հետաքրքիր չէ։ Այսպիսի բան է կատարվում արդեն Վրաստանում, դուք լսեք։ იმყოფებოდა შალვა ნათელაშვილი ყველა საერთაშორისო მექანიზმის გამოყენებას ითხოვს. Ваши предки проживали в Среднюю Азию. Наши предки вот строили эту культуру здесь. Вы из Средней Азии приехали, вы не имеете никакой связи с Кавказом. Თუ ეს ხელისუფლება დღესვე არ მოითხოვს გაეროს უშიშროების საბჭოს საგანგებო სხდომის მოწევას აზერბაიჯანის მიერ განხორციელებული აგრესიის და ოკუპაციის ფაქტზე, რომელიც არაფრით არ განსხვავდება რუსული აგრესიისაგან. რუსი ჯარისკაცების ასე ყოფავენ ატოს, ნიკოს, ოძის, ენგურს. ესენით ასე ყოფავენ, ხო? Լավ, ես գիտեմ որ դուք բոլորը չեն որ վրացիներն հասկանում են, ես հիմա թարգմանեմ ուրեմն ինչա կատարվել։ Ուրեմն ադրբեջանցիները սա լեյբորիստական պարսերի ներկայացուցիչն է, լիդերն է, առաջնորդն է Վրաստանի։ Ուրեմն բացում ես քանի օրվա ընթացքում ադրբեջանցիները ուրեմն գրավել են վրացական տարածքում ամբողջ համալիր, վանական համալիր։ Այս մարդը գնացել սրանց ասում է, որ դուք ես տարածքներում նույնիսկ չեք ապրել, հա, դուք միջին ասայից եկեք, այ քոչվորներ, սա ոնց կարա ձերը լինի, այս մշակույթը, այս քրիստոնեական մշակույթը ոնց կարող է ձերը լինի, դուք ես տարածքներում չեք ապրել, դուք քոչվոր եք, դուք ոնց ինչ-որ մենք ենք ասել։ Հիմա էլի պետք է գամ իմ սիրած թեմային։ Սկյակը ֆռում է, բումերանգ է, այդպիսի վրացիներ, վրացի ընկերներ ջան։ Այո, ձեր նեյտրալ վերաբերմունքը այս ցեղասպանների նկատմամբ չէ նշանակում, որ իրանք հայերից ավարտվելուց հետո, հայերի հաշիվները մաքրելուց հետո չեն գալու նաև Վրաստան։ Որովհետև եթե դուք ուշադրություն եք դարձնում ինչ է կատարվում այս վերջերս, օրինակ Հռոմի պապի հետ է հանդիպում Լեյլան, հա, Կիրիլն է ինչ-որ իրան սուրբ բան ինչ-որ մեդալ տալի։ Սրանք քրիստոնեական ժառանգության հետ կապված միջոցառումներ են անում, հա, Բաքվի ռուսական բանում եկեղեցում աղոթում են Ալիևի համար, նրան կոչելով Վիլիկամուչինիկ ոնց որ տանջված մարդ, հայերեն բան կա, անուն կա, դրա մասպես մտքից չի գալի։ Հայերեն դան անուն կա, ճգնավոր, հա, երևի ճգնավոր ճիշտ անունն է։ Ամեն դեպքում Բաքվի եկեղեցում, ռուսական եկեղեցում աղոթում են դրա համար։ Բաքուն սկսում է հայտարարել քրիստոնեական ժառանգությունը որպես սեփական ժառանգություն։
Հիմա հարգելի վրացի ընկերներ ջան, այս ամեն ինչը պետք է պատկերացնել նույն հարստության վրա։ Ես գիտեմ, որ ջավախումել են ինձ նայում, գրում են, ես խնդրում եմ ձեր վրացի ընկերներին, փոխանցեք իմ խոսքերը, որ այն ինչ որ կատարվում է Արցախում, ցավոք, դա չի կատարվում միայն Արցախի եւ հայերի նկատմամբ։ Այս ազգը չունենալով ազգային պատկանելիության մասին գիտակցում, ինքը խնդիր ունի դա, որտեղ որ պահին պատերազմը վերջացավ, հայերի հետ վերջացավ պատերազմը, սկսել վրացիների հետ։ Որ պահին Ադրբեջանում վերջացավ պատերազմ, այդտեղ ադրբեջանական իշխանությունը կանգնում է մեծ խնդրի առաջ։ Նախ ինչա ալվել ուր են կոդել այդքան սպանված զինվորները։ Ինքը չի ասում իրական չափսեր ինչքան մարդ է սպանվել Արցախը գրավելու համար։ Չի ասում։ Մարդիկ նստած սպասում են, այնտեղ ռազմական դրությունը, այնտեղ երկու մուտքը շատ սահմանափակված է Բաքվում։ Բոլորի բերանը փակում է, որովհետև ասում են մենք պատերազմի մեջ ենք, ինչ է Պուտինն անում, հա։ Ու այնտեղ կա մեծ խնդիր ազգային գիտակցության հետ։ Իրանք չգիտեն ով են իրանք, թուրք են, թաթար են, իրանցի են, ով են իրանք։ Հիմա Ադրբեջանն մտել է մի ուրիշ ծայրահեղության մեջ, փորձում է ապացուցի, որ այս ինչ որ մենք գրավել ենք, չեն գրավել, դա մերն է եղել, բայց նայում են դա քրիստոնեական է։ Հիմա ինքը ուզում է ապացուցի, որ իրանք քրիստոնյա են եղել։ Եթե քրիստոնյա են եղել, արգելի վրացի գործընկերներ, դա նաև ձեզ վերաբերում։ Հա, որովհետև իրաց համար մեծ տարբերություն չկա այդ քրիստոնեական ժառանգությունը վրացական է թե հայկական է։ Երկուսն էլ քրիստոնեական ժառանգությունը ուղղափառ Հայաստանում դա իրաց համար մեծ չի տարբերությունը մեր երկու եկեղեցիների, ինձ համար քրիստոնեությունը։ Իրանք շուտով գալու են նաև ձեր բանական համալիրները սեփականացնելու, ինչպես արդեն եկել են։ Պետք է հասկանաք մի բան, որ այս ազգը, որ մեր այդ մի տարածքում ապրում, դե հիմա ուզենք չուզենք ինքն դե ապրում է, բայց դա վտանգավոր ազգ է, հա, վտանգավոր ազգ, օրինակ դուք հայկական եկեղեցիների նկատմամբ մտես չեք վարվի բան տարածքում, վրաստանի տարածքում, ոնց որ իրանք Արցախի տարածքում են վարվում հայկական եկեղեցիների հետ։ Ինչի՞, որովհետև քրիստոնեական մշակույթի մեջ սրբավայրերը պրծելու ավանդությունը այդքան զարգացած չի, ասենց ասեմ։ Բայց մահմեդական, հենց մահմեդականն չէ, կներեք, այս քոչվորական ցեղերի մոտ, ինչպես այս թուրքերն են, այս թուրքերը, նույն իրանք թուրքերը, ադրբեջանցի, դրանց մոտ պրծելը իրանց ապրելակերպն է, իրանց ձևն է դա, հա։ Տեսեք, օրինակ արաբներն են մահմեդական։ Իրական մահմեդականը չի պրծում ոչ մեկի սրբությունը, հա։ Մահմեդականներն ու հրեաները հաշտամերաշ ապրել են անում Պաղեստինում հարյուրավոր տարիներ, հարյուրավոր բարեկամություն են արել, ընկերություն են արել, հյուր են գնացել եւ մահմեդական ու ասում եմ հրեաները այդ խնդիրներ չունեն, մահմեդական ու հայերն էլ այդ խնդիր չունեն։ Հայկական հզոր համայն կա Իրանում, Բեյրութում, Սիրիայում, մի խոսքով։ Այս խնդիրը չկա, բայց թուրքականը դա մահմեդական չի։ Թուրքական ինքը պիծ է։ Ինքը ոչ մի բան չի, ինքը բարբարանում է ուրիշի սրբությունը պրծելով, գնալով հապարտանում է։ Պետք է հասկանաք մի բան, որ այն պահից, որ Հայաստանից իրանք հանդարտվեցին, Ալիևի երկրորդ թիրախը լինելու եք դուք ցավոք։ Եվ սա առաջին ծերնակներն անտանել։ Մնացածը արդեն դա ձեր գործն է։ Սա գիտեք որտեղ է, ժողովուրդ, լնայեք։ Սա Վիետնամում է։ Հələ դուք մաները նայեք։ Սա դրոններով է, այս ամեն ինչը։ Դրոններով է կազմակերպված։ Նայեք։ Նայեք, սա դրոններով է կազմակերպված։ Պատկերացնում եք Վիետնամում։ Վիետնամը մի 50 տարի առաջ, երևի հիշում եք Վիետնամն ինչ էր։ Ասեմ ավելի, միջև այս վերջերս, ես որ նոր տեղափոխվել, երբ որ ես ասենք խանութում մի բան էի պատահմամբ հայտնաբերում, որ վրան գտած էր արտադրված է Վիետնամում, զարմանում եմ, ոնց Վիետնամում բան է արտադրվում։ Սա է Վիետնամը։ Վիետնամը սա է։ Հետամնաց աղքատագույն Վիետնամը սա է։ Դա տեսեք ինչ, բալի ինչ դրոններ շոուի ասում եք։ Նա Գիտեք արդյունքում, գիտեք ինչ է արդյունքում, որտեղ ռազմավարական համագործակցության պայմանագիր ունի եւ մեծ ներդրումների ոսկ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Գաղտնիքը
Դրանում չի, որ վիետնամցին ավելի տաղանդավոր է, քան հայը, քան ռուսը, հա, քան թեկուզ վրացին, չէ, ավելի տաղանդավոր չի, ավելի աշխատասեր չի։ Ուղղակի այդ համակարգը պատերազմից հետո ջնջված, վերացած, ոչնչացած, աղքատագույն ինքը համագործակցության մեջ է ցիվիլ երկրների հետ։ Հայաստանը ոչ ցիվիլ երկրների հետ։ Արդեն հասկացաք։ Սա է տարբերությունը։ Հիմա պատկերացնում եք, եթե Հայաստանը լիներ ցիվիլ աշխարհի մի մաս, ոչ թե ռուսական աշխարհի, ռուսկի միրի մաս չներ, որտեղ ասում են այդ բանը որ կա, բանը հայերենի բազան որ կա, դա Թուրքից ձեզ պաշտպանելու համար չի, դա ձեզ ճնշելու համար է, դա ձեր գլխին դամոկլյան սուր է, որ պահին անկար Սերժիկը որոշի մի բան չանի, Պերմյակովը մտնի ուղիղ 3 սերունդ Սերժ գնդակահարի ու պատասխանել չտա։ Նույնիսկ ձեր իրավապահները չկարողանան նրան ձերբակալել, չկարողանան նրան դատել։ Այ դրա համար։ Հասկանում եք, այս երկու աշխարհների տարբերությունը, այնպես չի, որ ես ամբողջ կյանքս ո՞նց ասեմ, մտածել եմ կամ երազել եմ, որ այ պետք է լիներ աշխարհի մաս։ Ես դա տարբերությունը չեմ էլ հասկացել։ Չեմ էլ հասկացել մեծ հաշվով, մինչև ինքս սկսեցի բանը փորձ փրել եւ փորձել հասկանալ ինչի է այստեղ այս կոնկրետ այս երկրում, որ ոչ օգտական հանածոներ ունեն, ոչ կրթական առանձնապես համակարգ ունեն, ոչ պատմություն ունեն, ոչ մի բան չունեն, բայց այս երկրում, ասենք, երեխան գնում է դպրոց ապահովված, մարդիկ լավ թոշակ ունեն եւ տարիք առնելու փողոցներում չեն ապրում, հա, ոնց է բժշկությունը հասանելի, հա, ինչի է փողոցները մաքուր եւ ամեն ինչ կարգ ու կանոն, չունենալով ասում եմ ոչ մի բան։ Բայց այն երկրներում ամեն ինչ կա հարուստ լինելու համար։ Այդ ամեն ինչ չկա, ինչ որ ես մասն ուսացի։ Միջև ես ինքս հասկացա իմ բաներով, ուսումնասիրությունները, որ հարցը կառավարման համակարգն է։ Կառավարման համակարգը ոչ թե այդ ժողովուրդն ավելի տաղանդավոր, քան այն մյուսը, որ վատ է ապրում։ Չէ, ժողովուրդը դե կապ չունի։ Վիետնամցին հաստատ ավելի տաղանդավոր չի, քան հայը։ Ես չեմ ուզում հակառակն ասեմ, հա, բայց Վիետնամում էս ամեն ինչ աշխատում է, ինքը աշխարհի մատակարար երկրներից է, Հայաստանը չէ։ Հայաստանը պարտք է ավելացնում։ Ու ոչ մի բան չունի դիմաց առաջարկելու իր ժողովրդին, ոչ բժշկություն, ոչ կրթություն, ոչ սոցիալական ապահովություն, ոչ մի բան, ոչ ճանապարհ։ Այ Վիետնամում այդ մեքենաները չեն հայտնի փոսում։ Պատկերացրեցիք։ Որովհետև մենք այս համակարգի մեջ ենք։ Այս ռուսական համակարգի մեջ ենք մենք։ Սա Ռուսաստանի կառավարության շենքն է։ Это Астор. Ուկրաինական դրոնները հասել են հերթական անգամ Մոսկվա կառավարության շենք։ Սա պետք է նկատի ունենալ։ Դրա համար էլ ամսի 9-ի բանը առատ կոչվածը մեծ հարցական տակ է։ Կլինի դա ընդհանրապես թե չի լինի։ Ինչ եմ սա ինձ հետո դա ասում։ Տեսեք, սա այն երկիրն է, որը 3 տարի է կոտորում է իր հարևան եղբայրական ժողովրդին։ Ոնց ասեմ, կոտորում է բարի իմաստով եղբայրական, հարազատ եղբայրական ժողովրդին։ Սա այն երկիրն է, մենք այդ երկրի համակարգում ենք, որտեղ ոչ մի օրենք չի աշխատում, ոչ մի սկզբում, ոչ մի հարգանք պետականության նկատմամբ, ասում նույնիսկ սեփական եղբորը պատրաստ է կոտորել, որպեսզի նրա ունեցածներ խլի ձեռքից։ Ինչ է կարծում, եթե ռուսը ուկրաինացուն պատրաստ է կոտորել, հայ իր համար մեծ նշանակություն ունենալու է։ Ոչ, չի ունենալու։ Նույնիսկ 14 թվականին այսօր նայեք ինչ է ասում այս տականքը։ Սա է հրեշը, ասում է, երբ որ 2014-ին մենք գրավեցինք բանը, Ղրիմը, Դոնբասը, Լուգանսկը բան ասում է։ Այն ժամանակ մենք պատրաստ չէինք բանաս, այս հատուկ SVO-ն, այս հատուկ գործողությունը սկսելու համար։ Գիտեք, ասում է, մտակ մենք չգիտեինք ժողովրդի ռեակցիան ինչ է լինելու։ Եթե դուք հիշում եք, այնտեղ հեղափոխական գործողություններ Կիևում, եւ վիճակը խառն էր, զորքերը մտան Ղրիմ, եւ այդ Գիրկինի զորքերը Ղրիմից գրավելով եկան մինչև Ռուսաստան ու կտրեցին այդ մասը Ուկրաինայից։ Հարցն դա, իրանք ասում են, մենք այն ժամանակ դեռ կարող էինք, բայց հələ չգիտենք նույնիսկ սրա նկատմամբ ժողովուրդը ինչ ռեակցիա է տալու, որտեղ առանց ժողովրդի աջակցության մենք չէինք կարող այդ մեծ միջոցառումը իրականացնել։
որը կոչվում է ու ինչ արեցին իրանք 8 տարի միջև SVO սկսելը, պատերազմը սկսելը։ Պատրաստեցին, ինքը ասում է տնտեսությունը, ինքը ստում է։ Չէ։ Մենակ տնտեսությունը չէ, մենակ բանակը չէ, իրանք պատրաստեցին 8 տարի, հա։ Ոչ։ Իրանք 8 տարի պատրաստեցին ժողովրդին պատերազմի։ 8 տարի ամեն աստծո ռուսական հերոսատեսությունով գնում էր, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, ինչ թշնամական երկիր է Ուկրաինա։ Իրանք մտել են գրավել են Ուկրաինա, իրանք։ Ու իրանք ամեն օր թույն են թափում Ուկրաինայի վրա։ Ես միշտ նայում եի, մեկ-մեկ որ ասենք գնում էր հերոսատեսի ալիքի վրա, ասում եմ, ես չեմ հասկանում, Ռուսաստանում այսքան պրոբլեմ կա, ինչ են անդադ իրանք ամեն օր խոսում Ուկրաինայից, թե ինչքան վատ է Ուկրաինան, այս ինչ կապ ունի։ Ձեր ինչ գործն է, թե ինչքան վատ է Ուկրաինայում։ Դուք ձեր երկրի պրոբլեմներից խոսացեք։ Այն ժամանակ ես մտածում եմ, որ դա ուղղակի խոսում են Ուկրաինայում ինչքան վատ է, որ մարդիկ չլսեն, թե իրանց մոտ ինչքան վատ է, բայց չէ, հարցը դա չէ։ Իրանք պատրաստում էին ժողովրդի այն խավին, որ ինքը պետք է աջակցեր այս պատերազմին։ Մենք հիմա այս համակարգի մաս ենք դեռ։ Այս ամենը դրա համար եմ ասում։ Մենք դեռ այս համակարգի մի մասն ենք։ Ու քանի դեռ մենք այս համակարգի մի մասն ենք, ոչ մի լավ բան մեզ չի սպասվում ուղղակի։ Չի սպասվում։ Մենք ունենալու ենք բացառապես միայն կորուստներ։ Այս կադրը երևի ոչ մեկ չէր տեսել, պետք է նայեք։ Նայեք, սա Հիտլերի նկարն է։ Սա ռուս ժողովուրդն է։ Սա Պսկով քաղաքն է, 43 թիվ։ Բնակչությունը միանում է Հիտլերին։ Ինչու՞ եք ես միշտ ասել եմ սրա մասին, որ պատմական փաստեր կան։ Քիչ-քիչ դուրս են գալու, հələ այնքան կինոխրոնիկա է դուրս գալու, որ վստահ եղեք։ Պատմությունը եկա չեք կարող։ Եկա սովետական պատմությունը հնարավոր չի թաքցնել բանի տակ, չիմացության տակ։ Դեռ են հանցագործությունները, որ դուրս է գալու ջրերես սովետական զորքերի, հետո մենք զարմանալու ենք, բանում Նյուրնբերգում ինչի չդատեցին Ստալինին, հա։ Ոնց չդատեցին, հա։ Ինչի օրինակ Մոլոտովին դատեցին, բայց Ռիբենտրոպին չդատեցին։ Այդ բոլոր հարցերը պատասխանները գալու է։ Սա ռուս ժողովուրդն է, որը միացել է գերմանացիներին, սա համատարած է եղել, համատարած։ Այնքան համատարած է եղել, որ ժողովրդի զինվորները ուղղակի միլիոններով գերի են հանձնվում։ Այդ տարածքները իրանց այդ ճամբարները նույնիսկ գերմանացիները չեն հսկել։ Այնքան շատ են ռեսուրս չեն ունեցել հանձնված գերիներին։ Գնացեք կամավոր զինվորագրվել են բանի կողմից։ Հիմա հարց առնում։ Ինչու՞։ Ոչ թե այս մարդիկ դավաճան էին ի ծնե, ոչ։ Ուղղակի իրանք ատում էին ստալինյան համակարգը։ Ատում։ Իրանք տեսնում էին ստալինյան համակարգը ինչ անում իրանց ընտանիքների հետ։ Ատում ուղղակի։ Դրա համար միանում էին Հիտլերին, մտածում էին Հիտլերը իրանց փրկողն է։ Այն նույն ձևի, ոնց որ ընտրությունների ժամանակ, որպեսզի հանկարծ չվերադառնա Ռոբիկը, ձեն էին տալի Փաշինյան Նիկոլին։ Լրիվ նույն սցենարն է։ Լրիվ նույն սցենարը։ Հիմա կասեք, դա լավ, դա կարող է իմ չափազանցությունն է, հա, որ Ռուսաստանը այդքան վատ, այնքան վատն է, որ ասենք ժողովուրդը միանում է թշնամի զորքերին, չէ, դա իմ չափազանցությունը չի։ Ես ուզում եմ սա դուք որպեսզի չմտածեք սա իմ պատկերացումներն միայն, ես ում ձեզ ներկայացնեմ ռուս փիլիսոփա Իվան Իլյինի խոսքերը։ Հիմա Ռուսաստանը ամենազզվելի է, հետ տալու աստիճան կեղտոտ երկիրն է համաշխարհային պատմության մեջ։ Սա ասում է ռուսը, ազգությամբ ռուս, բանը փիլիսոփա։ Ասում է սելեկցիայի հատուկ միջոցով, ասում է մоральնի, ասում ամենահրեշներին են, ասում է ընտրել իշխանության, որոնց մոտ, ասում է բալու նկատմամբ պատկերացումները, ասում է հրեշավոր ձևով փոխված էին, ասում է, եւ ամբողջ պատմության մեջ այս ազգը, հա, տապալվել է, տապակվում է հենց այդ կեղտի մեջ, ու դրա մեջ ուզում է բան անի, ամբողջ աշխարհը հենց այդ կեղտի մեջ, ինքը ուզում է ներառի ամբողջ աշխարհը։ Իվան Իլին, ռուս փիլիսոփա։
Ես ուզում եմ միանգամից պատմության մեջ ուզում եմ հիշեի արդյոք մեկը տենց եղել է Հայաստանի մասին արտահայտվող թե չէ։ Ու սա առաջի դեպքը չի, երևի հիշում եք, հա, այդ Прощай страна немитая, այդ հայտնի խոսքերը։ Ու գիտեք ինչքան ռուս էս ատելությամբ էս բաներով Գլինկայից սկսած, կոմպոզիտոր Գլինկա, ռուսական դասական երաժշտության հիմնադիրը, պատկերացնում եք, նա այնքան զզված է, ուրեմն պատկերացեք, նա փախնում է Ռուսաստանից, քույրն է իրան ճանապարհում, սահմանի վրա, ռուս-լեհական սահմանի վրա, ռուսական կողմում մերկանում է լրիվ, շորերը թողում է ռուսական, մերկ քայլում անցնում է սահման, ասում է, ես այս երկրից ոչինչ չեմ ուզում հետս տանեմ։ Ես մտածում ես, ասում ես, լավ, ինչքան կարելի է ատել չսիրել սեփական երկիրը, որ տենց ու մտնում է դիմաց հենց այն արդեն սահմանի են կողմ խանութ, ինչ որ իրա պետք է վերցնում գնում։ Այդ սա իրական պատմություններ են։ Ու այդ ժամանակ ես նոր հասկանում, նայելով սա, նոր կարող ես պատկերացնել ոնց կարող էր թշնամի երկրի բանակը գա եւ ժողովուրդը համատարած անցնի թշնամի կողմը, համատարած։ Մենք դեռ շատ փաստեր ենք իմանալու երկրորդ համաշխարհային պատերազմի եւ դեպս ռուսական բանակի հանցագործությունների մասին։ Ես ժամերով կարող եմ դրա մասին պատմել, բայց այսօր դրա չի։ Հաղորդման վերջում ուզում եմ այս խոսքերով փակել, վերադառնանք Հայաստան։ Այս լավատեսական նոտայի վրա ես արդեն 1 ժամ 21 րոպե ձեզ զբաղացնում եմ։ Այս լավատեսական նորից վայել ենք։ Ես վստահ եմ, որ այս կինը արտահայտեց մեզանից շատ ներքին ցանկություններ, թե նույնիսկ մենք բարձրաձայն չէինք ասում դա, ամոթից ելնելով, այս կինը մեր փոխարեն բոլորը ասեց։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։